Բլոգեր, դերասանուհի և մոդել Ռոզա Դավթյանը, ում անունը արդեն իսկ նույնացվում է քնքշության, նրբագեղության և հոգեհմայության հետ, կրկին հայտնվեց իր հետևորդների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ անսպասելի, բայց շքեղ անակնկալի պատճառով։ Նրա ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարը միայն մի մասն է պատմության, որն իրականում հուզում է ամեն դիտողի սիրտը։ Տանիքում ռոմանտիկ ընթրիք, շքեղ ծաղկեփունջ և մեղմ ճաշակով երաժշտություն քաղաքի լույսերի ներքո։ Սրանք այն բաղադրիչներն են, որոնցով Ռոզայի ամուսինը Գուրգենը որոշել էր նշանավորել իրենց ամուսնության երկրորդ ամիսը։ Սա պարզապես սիրո դրսևորում էր առանց խոսքերի, բայց ամեն ինչ ասող հայացքներով ու ժեստերով։ Ռոզան ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ ծաղկեփնջով։ Նրա աչքերում այնպիսի փայլ կա, որը չի կարելի ձևացնել։ Դա երջանկությունն է իր մաքուր դրսևորումով։ Նրանց ամուսնությունը, ինչպես հեքիաթ, սկսվել էր մի քանի ամիս առաջ, ապրիլի 27-ին։ Այդ օրը հավերժ կմնա Ռոզայի հիշողության մեջ ոչ միայն որպես հարսանիքի օր, այլ որպես հարգանքի, սիրո ու ընտանեկան կապերի խորհրդանիշ։ Նրանց պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ռոզան սովորաբար չի հանրայնացնում իր անձնական կյանքը, բայց այս երեկոն կազմակերպված Գուրգենի կողմից նոր էջ բացեց Ռոզայի հետևորդների և ընկերների համար։ Դա մի նշան էր, որ սերը շարունակվում է նաև խնջույքից հետո, հարսանեկան զգեստից դուրս, ամեն օր, ամեն մանրուքով։ Ի դեպ, Ռոզա Դավթյանը ներկայումս նկարահանվում է «Վերջին զանգ» հեռուստասերիալում, հանդես գալով գլխավոր դերով։ Նա հայտնի էր դարձել «Կույր աշխարհ» սերիալից, որտեղ իր դերակատարումով գրավել էր բազմաթիվ հեռուստադիտողների սրտեր։ Իսկ նրա հարսանյաց հանդեսը, ինչպես վկայում են տեսանյութերը, վերածվել էր իսկական հրաշալիքների երեկոյի։ Խնջույքին ներկա էին բազմաթիվ հայտնի և սիրված հյուրեր, դերասաններ, երգիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Եվ հիմա, 2 ամիս անց, Գուրգենը շատ գեղեցիկ անակնկալ է մատուցել Ռոզային։ Այս անակնկալը ևս մեկ ապացույց է, որ Ռոզայի և Գուրգենի հարաբերություններն իրապես կառուցված են հարգանքի, ջերմության ու մանրուքներում երևացող սիրո վրա։ Դա սեր է, որը չի ավարտվում հարսանյաց տոնի հետ, այլ ապրում է յուրաքանչյուր շնչով։ Եվ որքան էլ էկրանին Ռոզան մարմնավորի տարբեր հերոսուհիների, որոնք դժբախտ են, տխուր, իրական կյանքում նա այժմ ապրում է իր իսկական դերը՝ սիրահարված կնոջ, որը ստանում է այն սերը, որին նա արժանի է։ Իսկ մենք Ռոզային մաղթում ենք լինել սիրված ու գնահատված, ինչպես նաև ցանկանում ենք, որպեսզի նրա կյանքում երբեք չպակասեն նման գեղեցիկ ու հուզիչ անակնկալները։